Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 3 ապրիլի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանն այցելուներին ներկայանում է նոր ցուցադրությամբ։ Ցուցանմուշներից շատերը ծանոթ կլինեն տարեց այցելուներին, շատերն էլ անցյալը բացահայտող նորություն կլինեն պատանիների եւ երիտասարդների համար։ Նոր Բայազետի կոշկարտելում 10 վարպետ աշխատել են այս զինգեր մեքենայով։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրություն կա։ Առաջիկա 2 ամիսներին այցելուներին ներկայացնելու են 19-ից 20-րդ դարերի կենցաղային իրեր ու տեխնիկա։ Ցուցադրության բացումը կատարում են Գավառի ավագ դպրոցի հետ գործակցությամբ, այսպիսով ընդգծելով, որ այն հասցեագրված է հատկապես պատանիներին եւ երիտասարդներին։ Ցուցադրության հիմնական նպատակը, որպեսզի կրթության ոլորտի այցելուներին հնարավորություն տանք ուսումնասիրել տարբեր հեռանկարներ, պատմական համատեքստեր, ինչու՞ չէ նաև վերհիշել անցյալը։ Ցուցադրությունում ներկայացվող սարքավորումները, այսպես ասած, նախատիպ են հանդիսանում այժմյան զարգացող տեխնիկայի համար։ Կենցաղային իրերի եւ տեխնիկայի էվոլյուցիան խորագրով ցուցադրությանը Գավառի ավագ դպրոցի սաները պատմական ակնարկներով անդրադառնում են ժամանակաշրջանը ներկայացնող տեխնիկական գյուտերին եւ քանի որ ցուցադրվող իրերի ու տեխնիկայի մեծ մասը սարքին է, նաեւ գործարկում են դրանք։ Վերաբերում էր թեմատիկան, այնպիսի կենցաղային եւ տեխնիկական իրերի, որոնք թեև ժամանակագրական առումով որոշակիորեն հնացել են, բայց ճանաչողական առումով շատ կարեւոր են երեխաների համար։ Իդեպ մեր երեխաները օգտվել են աշխարհացույց կրթական հարթակից, որտեղ անտակ ինֆորմացիա կա այս ամենի մասին։ Երեխաների տեսանկյունից, այո, շատ կարեւոր է իմանալ այդ ամենի նախապատմությունը։ Դա միանգամից չի եղել, ցանկացած նոր տեխնոլոգիայի նախորդել են դարեր, հա, եւ այդ դարերի ժապավենի մեջ երեխաները մտնում են եւ բացահայտում իրենց համար ներկա իրողությունները։ Տեխնիկական ու տեխնոլոգիական յուրաքանչյուր զարգացում իր ժամանակին մտավախությունների առիթ է դարձել եւ միայն ժամանակն է ապացուցել դրանց անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ Մանկավարժների եւ աշակերտների խորհուրդն է առանց վախերի ընդունել զարգացումներն ու փոփոխությունները եւ մինչ դպրոցականներն անդրադարձ են կատարում կենցաղային տեխնիկայի զարգացման պատմությանը, ինքնաեռում պատրաստվում է թեյը, բոլորին հրավիրելով թեյախմության։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Մի խումբ երիտասարդ թատերասերների նախաձեռնությամբ եւ ջանքերով 1 տարի առաջ ստեղծվեց Սևանի Վանա թատրոնը։ Թատերախմբի անդամները շարունակում են կատարելագործվել եւ կայացնել իրենց թատրոնը, հաղթահարելով ընթացիկ դժվարությունները։ Սևան քաղաքն արդեն 1 տարի թատրոն ունի։ Թատերախմբի ղեկավարն ու անդամները երիտասարդներ են, սիրում են թատրոնը եւ իրենց ապագան կապել են բեմի հետ։ Վանա թատրոնը 1 տարում մոտ 850 ներկայացում է խաղացել Հայաստանի բոլոր մարզերում։ Հիմնական թումանյանական ծրագրով ենք սկսել, առաջինը որ ունեցել ենք Քաժնազարի արկածները, հումորային ինքը մանկական ներկայացում ա եղել։ Դրանից հետո տրագիկոմեդիա ձայն լռության մեջ 13+ ներկայացում ա ինքը եղել, որը արժանացել է եւ շքանշանների, եւ պատվոգրերի, եւ շատ ու շատ խրախուսական խոսքերի։ Նորաստեղծ թատերախումբը դժվարություններ շատ է ունեցել, աջակիցներ ու հաջողությանը հավատացողներ քիչ։ Թատրոն ունենալու գաղափարին աջակցել է Սևանի համայնքապետարանը եւ մշակույթի կենտրոնում սենյակ տրամադրել երիտասարդներին փորձերի համար։ Բեմական իրերն ու հագուստներն էլ սեփական ուժերով են ձեռք բերում։ Շատերը չի լինի մի արա չի ստացվի եւ հանդիսատեսի կողմից եղել են լիքը խոսակցություններ բացասական, բայց դրանք ինձ ուժ են տվել։ Դրա համար ես այսօր ունեմ հաջողություն իմ բնակավարում։ Իմ կողքը շատ ճիշտ մարդիկ հայտնվեցին, որ կարողացանք այսօր իմ հիմնադիր իմ ընկերներից 2-ը գտնվում են Հայոց բանակում, այսօր իրենց շնորհիվ ես ունեմ թատրոն։ Առաջին ներկայացումներից հետո երիտասարդ թատերախումբը հասկացավ, որ թատրոնն ու բեմը սիրելը գործի կեսն են միայն։ Հանդիսատեսին գրավելու համար պետք է գրագետ խաղալ, իսկ դա հնարավոր է միայն դերասանական կրթությամբ։
Մենք փորձում ենք անել այն ամենը, որ մեր ամբողջ ուժերը ցույց տանք հանդիսատեսին ու ես այդտեղ հասկացա, թե թատրոնը ինչ լրջություն է իրենից ներկայացնում։ Ներգրավելուց հետո հասկացա, որ ուսումը շատ պարտադիր է։ Հիմա ես սովորում եմ հենց այս ուղղվածության ու միևնույն ժամանակ ուսումը եւ աշխատանքը համատեղում եմ։ Հիմա իմ դերասանական կազմը անցնում է դասընթացներ Երևանում, որը որ մեզ հնարավորություն է տալիս նաեւ երեխաներին ունենան եւ հաջողություն էկրաններում եւ հաջողություն թատերական ասպարեզում։ Բոլորը անցնում են դասընթացներ պարտադիր։ Իմ խումբը քանի դեռ կա, մենք շատ տեղ ունենք սովորելու։ Վանա թատրոնը հիմնադրման մեկամյակը նշում է իր ներկայացումներին գեղարվեստականություն հաղորդող Սևան ժողովրդական պարային անսամբլի եւ թատերախմբի գործունեությունը գնահատողների հետ։ Շնորհավորանքներով եզրափակում են տոնական արարողությունն ու պատրաստվում հերթական հյուրախաղին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։